Հայաստանի Հանրապետության իշխանությունը անընդհատ տատանվել է հռչակելով ռազմավարական գործընկերություն, բայց գործնականում անտեսել է գործակցության բոլոր մեխանիզմները։ Ես եւս մեկ անգամ չեմ ուզում հիշեցնել դեռ 2018 թվականին, երբ այս իշխանազրկման կամ իշխանափոխության գործին լծված նեոնապոլեոնները կամ նեոբոլշևիկները, դա ավելի բնորոշ է իրենց, հետ կանչեցին հապկից գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ինչը բնականաբար առաջացրեց հայ-ռուսական հարաբերություններում շատ լուրջ սկանդալ, հասունացավ այդ սկանդալը եւ հանգուցալուծում են գիտենք, ես դրան չեմ անդրադառնալ, բայց վերջին մի քանի տարվա ընթացքում հատկապես պատերազմից հետո բազմից է խոսվել տարբեր պաշտոնյաների միջոցով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերությունների եւ ռազմավարական գործակցության մասին, սակայն իրականում մենք տեսել ենք գործակցության ռեալ մեխանիզմների բացակայությունը։ Երկրորդ կարևոր Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի կամ ՀԱՊԿ-ի դեմ տարբեր մակարդակներում հնչած մերժողական խոսույթը, որը բնականաբար խաթարեց վստահության մթնոլորտը։ Ռուսաստանը սկսեց գործել միակողմանի, հաշվի չառնելով բնականաբար պաշտոնական Երևանի շահերը։ Որ եղավ այս բացթողման կամ սխալ քաղաքականության արդյունքը, Ռուսաստանը դուրս բերեց խաղաղապահ ուժերը Արցախից, հարմարվելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական այդ պահին գոյություն ունեցող կշռին, իսկ Սյունիքի հարցում առաջ եկավ ռուսական վերահսկողության պահանջ։